Շուշի տոնը դա երեք էր, ճիշտ ասած, Շուշիի հաղթանակը երեք ա եղել, այսօր հայրենական պատերազմի տոնն է, շատերն ասում են սա մեր տոնը չի, հայերի տոնը, չկան, տենց կան, որ իմ տեսակետով ուղեղներ թափած է, իմ պապիկս Մարտան Չելա, պապիկիս եղբայրը Անհայտ Կորելա, այսինքն սա մեր հաղթանակն է, ինչ ասեմ, հայ ժողովրդին ես մաղթում եմ խաղաղություն լինի, իրոք խաղաղություն, ոչ թե հողերը տանքնոր խաղաղություն լինի, այլ խաղաղություն լինի մարդկային կերպարով, մարդկային ձևով, մարդկային գործոնով, խաղաղություն բոլորիս։ Հիմա դուք ձեզ խաղաղ երկրում զգում եք։ Չեմ կարող ասել, ստանես բանը, որ խաղաղություն ես ոնց կարող եմ ակնկալել։ Պատերազմը չեն ասում, պատերազմը մի անգամից կարող է վաղը ռմբակոծի, ես ինչ իմանամ։ Իշխանության ներկայացուցիչներն ասում են խաղաղությունը հաստատված է ու նաև ասում են եթե մենք սահմանադրական մեծամասնություն չկազմենք եկող ընտրություններում պատերազմ է լինելու, ինչպես եք վերաբերվում այդ արտահայտություններին։ Ես մի հատ ընդհանրեն մեկ բան եմ ուզում ավել 30 տարի, որ միշտ ասում են 30 տարին են, չէ՞, անընդհատ իրանք ամեն տարի պատերազմ ա եղել, ամեն տարի պատերազմ չի եղել, պատերազմեր քարորյային չի համար 4 օր ա տևել, հետո կանխվել է այդ պատերազմը, 30 տարի անընդհատ պատերազմ ա եղել, 2-3 տարի այլ որ հələ որ չեն հարձակվում, որտեղ իրանց հրամանները կատարվում ա, ինչի մասին ա խոսքը, ես չեմ կարող խաղաղություն կլինի թե ոչ։ Այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանի թելադրանքով են կառաջացել։ Ես չեմ կարող ասել իմ ներկայությամբ չեն թելադրել, բայց ակնհայտ ինչ-որ բաներ երևում է։ Պարզ չի։ Ինչ եք նկատում։ Դե ինչ նկատեմ, անդադ ժողովուրդն ասում են, ահա մեր խաղաղությունը, սա խաղաղություն չի։ Ես կրկնում 30 տարի ամեն օր պատերազմ ա եղել, ամեն տարի պատերազմ ա եղել 30 տարվա մեջ։ Ասում են սահմաններին գրակոծի արդյունքում զինվորներ չեն մահացել։ Դե հավա եթե անդադ ես ասեմ, գիտես ես եմ քեզ տալենել եմ քեզ տալու, եթե իմ հարևանին դուրս ասի դու սարի ես քո տանը պիտի մնամ, քո սենյակում պիտի մնամ, ինչ պիտի անեմ։ Պիտի դուրս գամ, չէ՞ որ ինքն չխփի դանակահարի։ Չէ՞ եթե հրացանը կպահի վրես, ատրճանը կպահի վրես, ասի ես քեզ խփեմ քո տնից դուրս սարի, ինչ պիտի անեմ։ Պիտի դուրս գամ, չէ՞։ Ես սխալ եմ մեկնաբան, ես չգիտեմ։ Իսկ Արցախ վերադարձը հավանական համարում եք։ Չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել դա։ Նոր մեր տղաների հետ ենք խոսում, մենք արդեն մեծ ենք, մենք չենք կարող մասնակցել, երիտասարդներն էլ ես չեմ կարող ասել, մենակ 5000 հոգի այսօր հողի տակ է։ Շիրմաքար են դարել, որ այդ տղաները կարող են առաջ գնալ, այդ տղաները կարող են գործել։ Այդ 5000 մի ասեք, այդ 5000-ը գումարեք մի ինչքան էլ վիրավոր ունենք, ինչքան անկողնու գանվածներ ունենք։ Արցախը պետք է նորից մանվել ծնվի, նորից հերոսացին տղաներ ծնվեն, դա շատ դժվար բան է, շատ չեմ կարող ասել, ցանկալի է, շատ ցանկալի է, շատ, ես կուզեի որ լիներ, բայց չէ, իմ կարծիքն ասեմ չէ, բացառվում է, ես չեմ կարծում։